Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այսօր տևական դադարից հետո Ադրբեջանը Հայաստանին 4 գերի է վերադարձրել։ Հայկական կողմն էլ փոխարեն է Հայաստանում ՑՄ ազատազրկման դատապարտված 2 սիրիացի վարձկանահաբեկիչներին է վերադարձրել Սիրիա, որոնք դեռևս 44-օրյա պատերազմի ժամանակ էին գերեվարվել։ Գերիների վերադարձի մասին առաջինը Նիկոլ Փաշինյանն է Facebook-ում հայտնել։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեկչյանը եւ Վագիվ Խաչատյանը քիչ առաջ հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ավելի ուշ լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ, գրել է Փաշինյանը։ Ավելի ուշ նա հայտնեց, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեկչյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն, իսկ Վագիվ Խաչատյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար, նրանք տեղափոխվում են Երևան։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Նշենք, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը եւ Վիգեն Էուլջեկչյանը գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերին հրադադարի հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո Շուշիի ճանապարհին, իսկ Վագիվ Խաչատյանին Ադրբեջանի ուժայինները 2023-ի հուլիսի վերջին էին առևանգել հակարի անցակետից։ Նա Կարմիր խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով սրտի հրատապ վիրահատության։ Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշարի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Բաքվի կողմից ներկայացված մեղադրանքները հայ գերիները չեն ընդունել։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում այժմ պահվում է եւս 19 հայ գերի, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներն են։ Հունվարի 14-ին ժամը 09:50-ի սահմաններում հայտնաբերվել է զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հրազենային վնասվածքով, այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։ Հիշեցնենք, նախորդին Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ 2025 թվականի ընթացքում զինված ուժերի շարքերում 30 զինծառայող է մահացել։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մահացել կամ զոհվել է 30 զինծառայող, որից 6-ը արդեն նշեցի ծառայության հետ կապված հանգամանքներում, 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում։ Սուրեն Պապիկյանի պնդմամբ 2025-ին 2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40%-ով։ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո, որոնք վարել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը, հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ԱՄՆ համատեղ հայտարարությունը Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկավաճման նախագծի վերաբերյալ։ Այն պաշտոնապես հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բաց հարիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Համաձայնագրի հիմքում 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Ռուբիոյի եւ Միրզոյանի բանակցություններից հետո հրապարակված թրիփի իրականացման շրջանակի համաձայն հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էներգամատակարարման գծեր եւ այլ ենթակառուցվածքներ տարածիկ միջանցքի երկայնքով, ինչպես նաեւ առնվազն 49 տարի կկառավարի դրանք եւ կգանձի դրանցից ստացվող եկամուտները։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել թրիփ զարգացման ընկերության 74% բաժնեմասը եւ իրեն պահել 26%-ը, ասվում է 8 էջանոց փաստաթղթում։ Սպասվում է, որ այս պայմանավորվածությունը կերկարաձգվի եւս 50 տարով Հայաստանի կառավարությանը հավելյալ բաժնեմաս տրամադրելով, ինչի արդյունքում նրա մասնաբաժինը կհասնի 49%-ի։ Փաստաթուղթն ընդգծում է, որ Հայաստանը կունենա լիակատար իրավասություն սահմանային վերահսկողության եւ մաքսային գործառույթների նկատմամբ թրիփով իրականացվող առևտրի եւ տարանցման շրջանակում։ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային եւ մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են եւ անքննելի, նշվում է հայտարարությունում։ Նվան հավաստիացումներ է տվել նաև Ռուբիոն, երբ Միրզոյանին պետդեպարտամենտում ընդունելուց անմիջապես հետո կարճ մեկնաբանություն է տվել լրագրողներին։ Մի կողմից թրիփը բացում է Հայաստանը բիզնեսի համար եւ թույլ է տալիս նրան տնտեսապես բարգավաճել, բայց դա արվում է այնպես, որ որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, ասել է Ռուբիոն։ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ Այս մասին այսօր տեղական մի քանի լրատվամիջոցների հետ ասուլիսում հայտարարել
հայտարարել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը։ Դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես դժգոհել է երկրում հակակառավարական ցույցերի օրերին Երևանում Իրանի դեսպանատան դեմ մի խումբ իրանցիների բողոքի ակցիաներից։ Այդ ակցիաների մասնակիցները բողոքում էին Իրանում ցուցարարների սպանություններից, կրոնական իշխանության փոխարեն աշխարհիկ իշխանություն պահանջում։ Ըստ դեսպանի, եթե թշնամական ուժերին հաջողվի մասնատել Իրանը, Հայաստանը եւս պարտվողների թվում է լինելու։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, նրանք շատ անհարգալից ու իրավորական արտահայտություններով են հանդես գալիս։ Եվ ի հեճուկս մեր բողոքի այդ գործընթացը շարունակվում է, ասել է դեսպանը, նշելով, որ իրենք բողոքել են Հայաստանի պատկան մարմիններին, սակայն դա արդյունք չի տվել, ցույցերը շարունակվել են։ Դիվանագետի խոսքով Իրանի դեսպանատան արչև տեղի ունեցածը կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ, քանի որ ամենադժվար ժամանակներում Իրանը կանգնել է Հայաստանի պետության եւ ժողովրդի կողքին։ Նախորդին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարել է Վանական խորհրդի ատենապետ Տեր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Նիստի արդյունքներով Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրել է, որ շրջանառվողն եկեղեցական հակադրությունների թեզը արհեստածին է։ Այս լուրերը ըստ խորհրդի նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Գերագույն հոգևոր խորհուրդը, որ ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր վարչախորհրդակցական մարմին է, նշել է, որ քաղաքականության մեջ եկեղեցու ներգրավված լինելու մեղադրանքն անհիմն եւ անընդունելի է։ Խորհուրդը նաեւ իր մտահոգությունն է արտահայտել եպիսկոպոսների քայլերի, Մայրաթորի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ հայտարարությունների ու մեղադրանքների առնչությամբ դատապարտել եպիսկոպոսների միանալը վարչապետի կողմից նախաձեռնված եկեղեցու բարենորոգման ծրագրին։ Փաշինյանը եւ ԵՀՊԱ-ի հեռացումը պահանջող 10 arczepiskoposներն ու եպիսկոպոսները, որոնց հանրության լայն շերտերը տիրադավ են անվանում, Փաշինյանի կեցավայրում հանդես եկան եկեղեցու այսպես կոչված բարենորոգման հայտարարությամբ, ներկայացնելով ճանապարհային քարտեզ եւ հայտնելով համակարգող խորհրդի ձևավորման մասին։ Այս հայտարարությունից հետո մոտ 2 տասնյակ հոգևորական է հայտնել, թե միանում են կաթողիկոսին գահանկեցանելու Փաշինյանի արշավին։ Գերագույն հոգևոր խորհուրդը որոշել է նախորդ տարեվերջին հրավիրված եւ ժամանակավորապես հետաձգված եպիսկոպոսատ ժողովը կազմակերպել փետրվար ամսվա ընթացքում։ Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետում աշխատանքների 90%-ով ավարտված են, այս մասին այսօր տեղեկացրել է Թուրքիայի պետական Անադոլու լրատվական գործակալությունը։ Անցակետում կառուցվել են սահմանապահ եւ մաքսային գործառույթների համար նախատեսված շինություններ, տեղադրվել են գովազդային պաստառներ, որոնք պետք է խրախուսեն Հայաստանից Թուրքիա ժամանողներին այցելելիք դիր եւ հարակից շրջանները, տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցը։ Լրատվամիջոցի տեղեկություններով այսօր անցակետ է ժամանել նաեւ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը։ Տեղի պաշտոնյաները նրան ներկայացրել են կատարված աշխատանքները։ Հիշեցնենք, նախորդ տարեվերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարեց, որ 2026 թվականի սկզբին իր երկիրը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում խորհրդանշական քայլեր կանի։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ խոսքը հայ-թուրքական սահմանի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու մասին է, որի պայմանավորվածությունը երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլաչեդեր 2022-ի հուլիսի 1-ին էին ձեռք բերել։ Այսօր հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի մասից խոշորացված համայնքի մարմանաշանի կամրջի հարևանությամբ բախվել է 14 տրանսպորտային միջոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն դեպքի վայրում մի քանի վարորդներ ասում էին, որ 3 հոգի մարմնական վնասվածք է ստացել եւ այդ տեղեկությունը բարեկներն ու ոստիկանության Մասիսի ծառայողները պարզում են։ Վթարի փաստով Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց, իսկ սպասարկող ընկերությունը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու ուղղությամբ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։